որ ասում են ընտանիք են կազմում, չգիտեմ, ծառ են տնկում, մեր համար նաև կարևոր է զենք ունենալը։ Զենքի հանդեպ հետաքրքրությունը երևի փոքրուց է եղել, ուղղակի մեծանալով, կրակել փորձելով շատ եմ հավանել ու արդեն ընտանիք կազմելուց հետո կարևոր եմ համարել, որ ասում են ընտանիք են կազմում, չգիտեմ, ծառ են տնկում, մեր համար նաև կարևոր է զենք ունենալը ու երևի թե մի քանի ամիս հետո գնացել ենք եւ զենք ենք ձեռք բերել։ Ես ունեմ թվով 2 զենք, առաջին զենքս արդեն ասացի ձեռք ենք բերել ամուսնանալուց հետո, դա ամուսնուս նվերն է եղել ինձ MR155, այն ժամանակ դեռ միայն կարող ենք ողորկափող հրացաններ վերցնել, քանի որ օրենքն էր այդպիսին, իսկ հետո արդեն մեզ շատ դուր եկավ կրակելը ու եցանք արդեն միասին զուգահեռ զբաղվել, դրա համար վերցրեցինք երկրորդ զենքը, արդեն Fabar, ավելի որակյալ իտալական զենք, էլի ողորկափող, իսկ ընդհանրապես ընտանիքում արդեն շատ զենքեր ունենք, այդ թիվը միշտ փոփոխական է ու աճելու միտում ունի։ Քանի որ ապրում ենք Հայաստանում, կարևոր է, որ հենց հայ մարդը զինված լինի եւ տիրապետի զենքին, ու դրանից հետո արդեն գալիս է մեր կանանց զենքին տիրապետելու կարևորագույն հարցը, քանի որ երբ որ տղամարդիկ առաջնագծում են, շատ լավ է, որ կանայք էլ հենց թիկունքում կարողանում են իրենց պաշտպանել իրենց երեխաներին, արդեն մեծահասակներին, դա ինչ որ չափով տղամարդկանց լարվածությունը թոթափում է ու իրենք կարողանում են իրենց գործի վրա կենտրոնանալ։ Զենքին տիրապետելուց հետո շատ բան է փոխվում կյանքում, լավ առումով, դրական առումով, կարելի ասել, որ արդեն հարցերին սկսում ես այլ տեսանկյունից նայել, նկատել մանրուքները, որոնք առաջ չէիր նկատում, քանի որ զենք ունենալը դա մեծ պատասխանատվություն է, դա անդրադառնում է նաև այլ ոլորտների վրա։ Ինքնավստահությունը էլ ավելի շատանում է, եթե անգամ խնդիր չես ունենում ինքնավստահության հետ, միևնույն է, էլի դրական է անդրադառնում։ Մեր չզինված հայ աղջիկներին ու կանանց խորհուրդ կտամ գոնե կյանքում մեկ անգամ փորձել կրակել, այցելեն Ազատազեն ու մնացած արդեն իր բնական հունով կգնա, որովհետև կրակել ուղղակի շատ հաճելի process է, դրանից հետո արդեն մենք իրենց կօգնենք մնացած բոլոր հարցերում։